Գոյամարտ սերիալում լարվածությունը հասել է այնպիսի աստիճանի, որ թվում է ցանկացած պահի ամեն ինչ կարող է պայթել։ Վերջին սերիալներն արդեն ոչ թե պարզապես ընտանեկան դրամա են, այլ իսկական հոգեբանական պատերազմ, որտեղ յուրաքանչյուր հերոս ապրում է իր ներքին կործանումը։ Հունանը շարունակում է բոլորին պարտադրել իր կամքը, և հենց սա է դարձել սերիալի գլխավոր ողբերգություններից մեկը։ Նա այնքան երկար է ապրել վերահսկելու, հրամայելու ու մարդկանց իր ուզած ուղղությամբ տանելու սովորությամբ, որ այլևս չի նկատում, թե ինչպես է սեփական ընտանիքը քանդվում իր աչքի առաջ։ Հունանը կարծում է, որ ուժով կարելի է պահել ընտանիքը, սիրելիներին, նույնիսկ երեխաների ճակատագրերը, բայց իրականում նա արդեն կորցնում է բոլորին։ Լեան հոգեպես հեռացել է իրենից, Ինան այլևս բացահայտ հակադրվում է, Գրիշոն առաջին անգամ փորձում է ինքնուրույն որոշումներ ընդունել, Էռնան հոգեբանական փլուզման մեջ է, իսկ ամբողջ քաղաքը կարծես ապրում է Հունանի ստեղծած վախի ու պատերազմի մեջ։ Բայց ամենածանր վիճակը հիմա Դավիթ պապի ընտանիքում է։ Այն տունը, որը տարիներ շարունակ որքան էլ դժվարությամբ կարողանում էր միասին մնալ, հիմա բառացիորեն պայթում է ներսից։ Բոլորը բոլորի վրա ձայն են բարձրացնում, բոլորը լարված են, բոլորը վիրավորված են։ Նույնիսկ Լեոն ձայն է բարձրացնում մեծ եղբոր վրա, ինչն անընդունելի է, բայց հասկանալի, քանի որ այս պահին բոլորի կյանքում խնդիրներ կան, և դա շատ բնական է, որովհետև այդ ընտանիքը չափազանց շատ ցավ է կրել շատ կարճ ժամանակում։ Ռաֆի կորուստը, Մանանի հեռանալը, Ավոյի հայտնվելը, եղբոր չգտնելը, Հունանի սպառնալիքները, այս ամենը տարիներով կուտակված ցավ է, որը հիմա դուրս է գալիս։ Շատ կարևոր է հասկանալ, որ նրանց բղավոցների տակ իրականում սեր կա։ Նրանք ցավեցնում են միմյանց ոչ թե որովհետև ատում են, այլ որովհետև հոգնել են, կոտրվել են ու այլևս չգիտեն ինչպես ապրել այս ամբողջ ճնշման մեջ։ Հատկապես ծանր վիճակում է Լեոն։ Նա միշտ փորձել է ուժեղ լինել ընտանիքի համար, բայց հիմա արդեն զգացվում է, որ ներսում նա բառացիորեն այրվում է։ Լեոն հոգնել է պայքարելուց, հոգնել է անընդհատ ինչ-որ մեկին կորցնելու վախից, հոգնել է Հունանի դեմ պատերազմից, հոգնել է այն զգացումից, որ երջանկությունը միշտ իր ձեռքից փախչում է։ Եվ հենց այստեղ շատ կարևոր դեր ունի Լեան։ Լեան վերջապես սկսում է բացահայտ պայքարել իր սիրո համար։ Նրա խոսակցությունը Գրիշոյի հետ շատ կարևոր տեսարան էր։ Լեան խնդրում է եղբորը հասկանալ, որ ինքը սիրում է Լեոյին։ Սա առաջին անգամն է, երբ նա ոչ թե արդարանում է, ոչ թե լռում, այլ ուղիղ ասում է իր ճշմարտությունը։ Եվ այդ տեսարանը շատ հուզիչ էր նաև Գրիշոյի համար, որովհետև Գրիշոն առաջին անգամ տեսնում է, թե որքան իրական են Լեայի զգացմունքները։ Նա հասկանում է, որ սա սովորական համառություն կամ երիտասարդական կիրք չէ։ Լեան իսկապես պատրաստ է ամեն ինչի Լեոյի համար, և հենց այդ պատճառով էլ Գրիշոն կարծես մի փոքր հետ է կանգնում։ Սա շատ կարևոր փոփոխություն է նրա կերպարում։ Գրիշոն միշտ եղել է հոր ազդեցության տակ, բայց հիմա առաջին անգամ փորձում է մտածել ոչ թե Հունանի, այլ իր քրոջ երջանկության մասին, և սա ցույց է տալիս, որ նա ներսում շատ ավելի մարդկային ու բարի է, քան թվում էր սկզբում։ Բայց ամենամեծ պայթյունն անկասկած կապված է հարսանիքի հետ։ Այն տեսարանը, որտեղ Գրիշոն հարսանիքի հրավիրատոմսն է բերում Դավիթ պապին ու եղբայրներին, բառացիորեն լեցուն էր լարվածությամբ։ Սա սովորական հրավիրատոմս չէր, սա կարծես մարտահրավեր լիներ։ Պատկերացրեք իրավիճակը. Գրիշոն, այն ընտանիքի որդին, որի հայրը կործանել է Սարգսյանների կյանքը, գալիս է ու հրավիրում նրանց իր հարսանիքին Մանանի հետ։ Սա շատ ծանր հոգեբանական հարված է բոլորի համար, Դավիթ պապի համար հատկապես, որովհետև մի կողմից նա սիրում է իր թոռնուհուն ու ուզում է նրա երջանկությունը, բայց մյուս կողմից նա չի կարող մոռանալ, թե ինչ է արել Հունանն իրենց ընտանիքին, հատկապես, որ գաղտնիքները դեռ չեն բացահայտվել ամբողջովին։ Մանանը ամուսնանում է, նա հագել է հարսանեկան զգեստը, բայց այստեղ ամենակարևոր հարցը, որը հիմա հուզում է բոլոր հեռուստադիտողներին, մեկն է. արդյոք տեղի կունենա այդ հարսանիքը։ Եվ անկեղծ ասած, Գոյամարտի տրամաբանությունը հաշվի առնելով, շատ դժվար է հավատալ, որ ամեն ինչ հանգիստ կանցնի։ Այս սերիալում երջանկությունը միշտ ինչ-որ գին ունի, շատ վարկածներ կան, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Ոմանք կարծում են, որ հենց հարսանիքի օրը բացահայտվելու է հերթական մեծ գաղտնիքը։ Գուցե Ավոն պատմի ամբողջ ճշմարտությունը Ռաֆի մահվան մասին, գուցե Լեան վերջնականապես դուրս գա ընտանիքի դեմ, գուցե Հունանը փորձի նորից վերահսկել իրավիճակն ուժով, կամ նույնիսկ Մանանը վերջին պահին հրաժարվի ամուսնությունից, բայց կա նաև ավելի վտանգավոր
տարբերակ շատ հնարավոր է, որ հարսանիքը վերածվի մեծ բախման, որովհետև հիմա բոլոր հերոսները հոգեբանական ծայրահեղ ծանր վիճակում են։ Լեոն Պայթյունի եզրին է, Հունանը վերահսկողությունը կորցնելու վախի առաջ, Ավոն վրեժի կրակի մեջ, Մանանը ներքին կոտրվածության, Գրիշոն հոր ու սիրո միջև։ Եվ նման վիճակում ցանկացած փոքր սադրանք կարող է ողբերգության վերածվել, հատկապես եթե հաշվի առնենք, որ սերիալն անընդհատ ակնարկում է ամենամեծ գաղտնիքները դեռ ամբողջությամբ չեն բացահայտվել։ Առաջիկա սերիալները լինելու են չափազանց լարված, հուզիչ ու անկանխատեսելի, եւ թվում է այդ հարսանիքը պարզապես հարսանիք չէ, դա լինելու է մի կետ, որտեղ բոլոր հերոսների ճակատագրերը կարող են ամբողջությամբ փոխվել, այնպես որ եթե դեռ չեք բացահայտել նոր հետաքրքիր գաղտնիքների մասին ու սպասում եք, միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։